Պատկերացրեք, դուք առավոտյան արթնանում եք, զգում եք թեթևություն, ուժերի հոսք և ընդմիշտ մոռանում եք այնպիսի երևույթի մասին, ինչպիսին է քրոնիկ հոգնածությունը և հաճախակի տկարությունները։ Ձեզ անհրաժեշտ է ընդամենը սովորական խոհանոցային աղ և ընդամենը 1 րոպե ձեր ժամանակից։ Չեք հավատում։ Այդ դեպքում անպայման դիտեք այս տեսանյութը մինչև վերջ, քանի որ այստեղ ձեզ համար կբացվի հնագույն, բայց քիչ հայտնի մի մեթոդ, որը կիրառում էին դեռ մեր նախնիները, առողջությունը պահպանելու և բարձր էներգիայի մակարդակը երկար տարիներ ապահովելու համար։ Սա գովազդային հնարք չէ, սա ժամանակով ստուգված մաքուր տրամաբանություն և առողջ բանականություն է։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ձեզ համար ստեղծենք տեղեկատվական և բարձրորակ բովանդակություն։ Հետևաբար, որպեսզի չմոռանաք մեր նոր թողարկումները, խնդրում ենք բաժանորդագրվել մեր ալիքին հենց հիմա։ Այդ կերպ դուք կաջակցեք մեր աշխատանքին և կլինեք առաջիններից, ովքեր կիմանան կարևոր խորհուրդների և օգտակար առաջարկների մասին։ Շնորհակալություն, որ հոգ եք տանում ձեր առողջության մասին մեզ հետ միասին։ Ինչու հենց նատրիումի քլորիդ։ Աղը հայտնի է իր հզոր հակասեպտիկ և արտահայտված հակաբորբոքային ազդեցությամբ, բայց վճռորոշ նշանակություն ունի այն, թե ինչպես և մարմնի որ հատվածում այն կիրառել։ Մենք մանրամասն կպատմենք, թե մարմնի որ հատվածում պետք է օգտագործել աղային լուծույթը, որպեսզի գործարկվեն օրգանիզմի բնական վերականգնման և ռեգեներացիայի մեխանիզմները։ Որտեղ է անհրաժեշտ օգտագործել աղը մաքրման համար։ Խոսքը միայն բերանի խոռոչի կամ կոկորդի մասին չէ, ինչպես շատերը սովոր են մտածել, կամ մի գոտի, որը մենք մշտապես անտեսում ենք։ Հենց այդ գոտու համակարգված մաքրումը աղի միջոցով հնարավորություն է տալիս նվազեցնել բորբոքային գործընթացները մարմնում, բարելավել լիմֆայի հոսքը, ակտիվացնել մակերի կամների աշխատանքը և վերացնել քրոնիկ հոգնածությունը, ինչպես նաև ամրապնդել իմունիտետը առանց դեղամիջոցների։ Ինչպես ճիշտ պատրաստել բուժիչ լուծույթը։ Վերցրեք տաք ջուր, ավելացրեք դրան ծովային կամ սովորական խոհանոցային աղ, խստորեն պահպանելով ճիշտ համամասնությունները։ Մենք ցույց կտանք ձեզ ճշգրիտ բաղադրատոմսը, որպեսզի այս ընթացակարգը կատարեք անվտանգ և առավել արդյունավետ։ Ինչ հաճախականությամբ պետք է անել։ Շաբաթական 2-3 անգամ լիովին բավարար է, որպեսզի արդեն մի քանի օրից զգաք նկատելի արդյունք։ Ավելի մաքուր մաշկ, ամուր քուն, մկաններում և հոդերում ցավերի նվազում։ Ինչ է ասում գիտությունը։ Ժամանակակից հետազոտությունները հաստատում են, որ մարմնի որոշ հատվածների կանոնավոր մաքրումը աղային խառնուրդներով նպաստում է կորտիզոլի, ստրեսի հորմոնի նվազեցմանը, արյան շրջանառության նորմալացմանը, նյութափոխանակության արագացմանը և նույնիսկ տրամադրության բարելավմանը, նյարդային համակարգի աշխատանքի կայունացման շնորհիվ։ Ճապոնական գիտական կենտրոններից մեկում անցկացվել է փորձ։ Տարեց կամավորների խմբին առաջարկվել է ամեն օր օգտագործել աղային կոմպրես, դնելով այն պարանոցի և կրծքավանդակի որոշակի հատվածում։ Արդեն 2 շաբաթ անց մասնակիցների ավելի քան 70%-ը նշել է քնի որակի զգալի բարելավում, գլխացավերի նվազում և առավոտյան ընդհանուր տոնուսի ու էներգիայի բարձրացում։ Ինչպես է այս մեթոդը կապված հիվանդությունների և հոգնածության զգացման հետ։ Մեզանից շատերը կարծում են, որ հոգնածությունը պարզապես անքուն գիշերների հետևանք է։ Իրականում մշտական հոգնածությունը հաճախ առաջանում է լիմֆատիկ հեղուկի կանգից, արյան հոսքի խանգարումից և թաքուն ընթացող բորբոքումներից, որոնք կարող են զարգանալ օրգանիզմում տարիներ շարունակ։ Երբ դուք օգտագործում եք թեթևակի տաքացված աղային լուծույթ, դուք սկսում եք բնական դրենաժային էֆեկտ։ Մարմինը սկսում է ակտիվորեն դուրս բերել կուտակված թույները մաշկի ծակոտիների, լիմֆատիկ համակարգի և երիկամների միջոցով։ Ինչպես կատարել ընթացակարգը։ Քայլ առ քայլ հրահանգ։ Ձեզ անհրաժեշտ է 1 բաժակ տաք ջուր, մոտ 38-40 աստիճան։ Ավելացրեք 1 թեյի գտալ ծովային կամ սովորական աղ, առանց հավելումների։ Լավ խառնեք, մինչև բյուրեղները լիովին լուծվեն։ Խոնավացրեք լուծույթում փոքր սրբիչ կամ բամբակյա սկավառակ։ Այնուհետև նրբորեն մաքրեք պարանոցի հետևի մասը, թևատակերի շրջանը, կրծքավանդակը և պորտից ներքևի գոտին։ Կատարեք այս ընթացակարգը առավոտյան և երեկոյան, ընդամենը 5 րոպե։ Կարևոր զգուշացում. մի օգտագործեք լուծույթը, եթե ունեք բաց վերքեր կամ մաշկային վարակիչ հիվանդություններ, և միշտ սկզբում փորձարկեք փոքր հատվածի վրա։ Իսկ ինչ են մտածում նատուրոպաթիայի մասնագետները։ Շատ արևելյան բժիշկներ պնդում են, եթե մարդը ամեն օր մաքրում է իր մարմինը, թե ներսից, թե դրսից, հիվանդությունները պարզապես չեն կարող ամրանալ նրա մեջ։ Աղը դարեր շարունակ հաջողությամբ կիրառվել է այուրվեդայում, տիբետյան և ժողովրդական բժշկության մեջ։ Սա պարզապես համընկնում չէ։ Լրացուցիչ խորհուրդներ։ Որպեսզի աղային մաքրումների ազդեցությունը դառնա ավելի արտահայտված, ձեր ռեժիմին ավելացրեք հետևյալ տարրերը։ Առավոտյան խմեք տաք ջուր ավելացնելով կիտրոն։ Կատարեք թեթև մարմնամարզություն կամ ձգումներ։
Կատարեք շնչառական վարժություններ 3-5 րոպե։ Օգտագործեք բուսական թեյեր, օրինակ երիցուկ, կոճապղպեղ կամ վարդակ, շիպովնիկ։ Եվ ևս մեկ կարևոր գաղտնիք՝ աղալին լոգանք ձեր ոտքերի համար։ Մեր ոտքերը յուրատեսակ քարտեզ են ամբողջ օրգանիզմի, դրանցով անցնում են բազմաթիվ կարևոր ռեֆլեքսոգեն գոտիներ։ Եթե դուք զգում եք հոգնածություն, պարզապես լուծեք աղը տաք ջրի մեջ եւ պահեք ոտքերը այնտեղ 10-15 րոպե։ Սա կվերացնի ոչ միայն ֆիզիկական հոգնածությունը, այլև կօգնի ազատվել գլխացավից եւ նույնիսկ կնվազեցնի անհանգստությունը։ Պարզ ամենօրյա արարողություն, եւ ձեր մարմինը սկսում է գործել նորովի։ Փորձեք դա անել գոնե 5 օր անընդմեջ, եւ դուք ինքներդ կհամոզվեք արդյունքի մեջ։ Էներգիան կավելանա, ցավերը կնվազեն, տրամադրությունը կբարձրանա, իմունիտետը կուժեղանա, իսկ ամենակարևորը՝ դուք կրկին կզգաք, որ լիովին վերահսկում եք ձեր առողջության վիճակը։ Մի մոռացեք բաժանորդագրվել, եթե ձեզ դուր են գալիս պարզ, բայց իսկապես արդյունավետ խորհուրդները։ Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է։